Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 15-ի համար։ Օրը 5-շաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 15-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը բավականին էմոցիոնալ կարող եք լինել և վիճեք որևիցե օձերի հետ։ Կարող չդիմանաք, էմոցիաները տեղի տան և վիճեք իրենց, այնպես որ պետք է զգույշ լինեք։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, ոմանք ինստիտուտ է, ոմանց բանկ է և այլն, յուրաքանչյուր պետական հիմնարկություն, նաև հիվանդանոց դա կարող է լինել։ Եվ երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք այդ օրը, փաթեթ կարող եք ստանալ, փաստաթուղթ և այլն, յուրաքանչյուր բան այստեղ ինչ որ կապված է տեղեկատվության հետ։ Եվ կարող է դա լինել որևիցե կնոջից կամ առանձին որևիցե կնոջ հանդիպեք, որը որ ձեզ շատ է սիրում, դուք եք իրեն շատ սիրում, այդպես կարող ձեր մայրն է և ձեզ ինչ-որ մի տեղեկություն է ասում կամ յուրաքանչյուր մեկը, ով որ ձեզ շատ է սիրում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 15-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ կամ տղամարդու հետ, ոմանք կարող են նաև պայմանավորվել այդ տղայի հետ, ժամ կարող է պայմանավորվեք իր հետ, կարող է մասնագետ է, կարող է ձեր սիրելին է, կարող նոր ժամադրություն է և այլն։ Եվ երկար սպասված տեղեկատվություն կստանաք, փաստաթուղթ, փաթեթ,
Այն ինչ որ սպասում եք երկար ժամանակ է, կամ ինչ որ մեկի մասին, դա կարող է լինել այդ տղամարդը օրինակ սպասում եք, որ ձեզ ժամ ասի, ժամ գրանցի, այդպես եւ իրան եք սպասում, որ պատասխանի ձեզ։ Եվ կարող եք գնալ ոչ միտեղ երկար մնալ, կամ ինչ որ բան է դանդաղում, ինչ որ մի բան է կանգնած եւ դուք ինքն այդ կտրուկ քայլ կարող եք անել, անսպասելի կամ անսպասելի ինչ որ մի բան պետք է կարող է լինել, որից որ դուք ինչ որ միտեղ կմնաք։ Կարող է չեք սպասում, կարող ասում են մնա այսօր եւ այլն, կամ ինչ որ մի խնդիր է լինում, որ պետք է մնանք։ Եվ կարող եք բավականին բարկանալ նաեւ, հոգնել այդտեղ մնալուց։ Եվ եթե կարող է ինչ-որ մի բան է կանգնած դանդաղում, դուք ինքներդ եք կտրուկ քայլ անում, բայց ամենայն դեպս ուշադիր եղեք, որովհետև սա անմտածված քայլ է համարվում, դա կարող է նաև սխալ լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին մայիսի 15-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը ոմանք կարող են ամուսնության առաջարկ ստանալ, սիրո խոստովանություն, ոմանք հրավերք հարսանիքի, նաև այստեղ գործարք կարող եք կնքել, պայմանագիր կարող եք կնքել այդ օրը։ Եվ ժամի հետ կապված ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կարող է ինչ-որ տղամարդու հետ եք հանդիպում, այդ գործարքն եք կնքում եւ այլն, կամ սիրելին է ձեր վերադառնում տուն, ժամերն եք հաշվում, սպասում եք եւ հետո ուրախ եք, որ եկավ տուն օրինակ։ Կարող ձեր տղան է, ձեր ամուսինն է։ Եվ տատանվեք օրվա ընթացքում, կարող է եւ ինչ պատրաստեք, ամենահասարակը, ինչ պատրաստեք, ինչ հյուրասիրեք եւ այլն։ Ամենայն դեպս այստեղ ոմանց ամուսինը տղան է վերադառնում տուն, ոմանք այստեղ ամուսնության առաջարկ են ստանում կամ պայմանագիր հստակ ժամերի աշխատելու կամ ինչ որ ժամանակի հետ է կապված, օրինակ 6 ամսով, մի տարով այդպես։ Եվ օրվա ընթացքում նաև ինչ որ մեկին կսպասեք կամ ինչ որ բանի սպասման մեջ եք լինելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 15-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ուշադիր եղեք, որպեսզի ոչ է հնարավորություն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Եվ ունեք ընդամենը գումար կամ կտակ ինչ-որ մեկին, կամ դուք ինքն այդ գումար կստանաք։ Լավ կլիներ, որ երրորդն եք գտնեի, ամենայն դեպս չեմ տեսնում։ Ավելի լիարժեք կլիներ, երրորդ տարբերակն էլ հետը լիներ, բայց դա չեմ գտնում, ցավոք։ Գուցե ինչ-որ մի տեղ բաց եմ թողել։ Ամենայն դեպս չկա։ Դե համար ուշադիր եղեք, կարող է գումարի հետ է կապված ինչ-որ մի հնարավորություն է, որը որ կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 15-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ինչ-որ մի բան կարող է ձեզ մոտ ուշանալ, բայց դա կլինի 1 ամիս մոտապես, կամ 1 ամիս, որը սպասում եք, ինչ-որ մի բան է ուշանա, զգում եք, հա, որ արդեն 1 ամիս է սպասում եք դրան, կամ ուշացել է արդեն, դա կարող է հաջողությամբ կատարվել, հաջողությամբ լինել։ Եվ որոշ խոչընդոտներ կան օրվա ընթացքում, նաև առողջության ուշադրություն դարձրեք, կամ ուզում եք գնաք օրինակ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն եւ այնտեղ չեք կարողանում հանդիպում կայացնեք, որովհետեւ դե զբաղված է բժիշկը։ Եվ ոչը տղա է, կամ իրեն եք հանդիպելու, կամ ինքը պետք է գար, 1 ամիս է սպասում եք, միամիտ գալիս է, կամ ինքն է ուշանում, կամ ինչ որ մի բան է տղայի հետ կապված, կարող ինքն է ասում, որ 1 ամիս կուշանա, եւ այլն, հա ինչ որ մի տղա է, որ այդ օրը ձեզ համար կարևոր է։ Ոմանց մոտ սա կարող է նոր սիրավեպ է, նոր հարաբերություններ են, նոր ծանոթություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 15-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը կարող եք գնալ եւ որևիցե միտեղ երկար մնալ, կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, իրեն եք սպասում, նաեւ կողո սիրելի հետ եք երկար ինչ-որ միտեղ մնալու, եւ ոչ հնարավորություն ունեք այդ օրը ձեր ձեռքից կարծես թե բաց եք թողնում, որովհետև հետո էմոցիոնալ վիճակում եք գտնվում, կարող է դա կապված է սիրելի հետ հանդիպելու, սիրելի մոտ գնալու, կարող է ինչ-որ մի բան է, կարող է սիրելի հետ է կապ չունի, բայց ինչ-որ մի բան ձեր ձեռքից ամենայն դեպս այդ օրը բաց կթողնեք, էմոցիոնալ կլինեք եւ երեկոյան կամ գումար կստանաք, կամ դուք կարող եք ծախսել, ներդրում անել եւ ձեր գործերը առաջ մաղել։ Այսքանը ձեզ համար, կամ գումար եք ստանում, ըստ դրա էլ կարողանում եք արդեն էլի ձեր գործերը առաջ մաղել։ Եվ այստեղ նաեւ օրվա ընթացքում կարող եք պարկել հանգստանալ, կամ ցանկություն ունենաք, կամ նաեւ ինտիմ հարաբերություններս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 15-ին։ Հարգելի կշերտներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու կամ ուշ, հնարավոր է նաև ինչ-որ մեկի, ով որ պարկած էր իր մասին լավ լուր եք լսում, նաև կարող է ուղղակի պարկեք հանգստանաք եւ չուզենաք վեր կենալ, բայց այդ լավ լուրը կարող է ձեզ հանել ձեր անկողնուց։ Երկերեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում եւ որից է գործերը առաջ կտանեք այդ օրը եւ այդ երկերեսանի մարդիկ անմիջապես կգան ձեր կյանք։ Դե նախանձում են, որ դուք ձեր գործերը առաջ եք մաղում։ Օրվա ընթացքում նաև ոչ խոչընդոտներ ունեք, որոնք որ կարող է բացվել, որոնք որ կարող է լինել, ինչ որ մեկին նամակ գրելուց հետո, ինչ որ մի փաստաթուղթ ստանալուց հետո, ինչ որ բանից հետո կամ տեղեկություն է, կամ փաստաթուղթ է, դրանից հետո արդեն կկարողանա բացել դա։ Բանալին ձեր ձեռքն է հետո։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 15-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որոշի հաջողություն ունեք։ Կարող է ուսման կենտրոնը, բանկ եւ այլն, հիվանդանոց, այնտեղից ինչ որ մի լավ բան տեղի կունենա։ Դռները բաց են, կկարողանաք ինչ որ գործեր անել։ Եվ երկեսանի մարդիկ այդ օրը կան ձեր շրջապատում, նաեւ գումար կամ կծախսեք կամ գումար կգա ձեզ մոտ եւ երեկոյան եւս այստեղ լավ լուր, բարի լուր, հենց հիվանդանոցից։ Ոմանց մոտ ծննդաբերության հետ է կապված, ոմանց մոտ դա հղիության եւ նաեւ ինչ որ մեկը, որ այնտեղ արդեն լավ է, ամեն ինչ նորմալ է իր մոտ։ Այսքանը ձեզ համար։ Կամ դե ինչ որ կարող ինչ որ մի տեղ եք ինչ որ հարցում դիմել եւ այնտեղից տեղեկություն է գալիս, որ այո, կարող եք գնալ եւ այլն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 15-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը գումար կամ կստանաք կամ նաև գումար կարող եք ծախսել։ Եվ ինչ որ մի բան փայք է ձեզ մոտ, առաջ չի գնում, բայց ձեզ այնց է կախված, կգնա առաջ թե ոչ, եթե էմոցիոնալ չլինեք, եթե նաև դուք ինքնից որ մի բան անեք, այդ երբ որ փայք է չնստեք, ասեք դե լավ, դե չի ստացվում ու վերջ։ Ինչ որ մի բան պետք է անել այդ օրը։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար եւ էմոցիոնալ այդպես ճանապարհ եք գնում կամ էմոցիոնալ եք, որ մարդիկ գալիս են ձեզ մոտ։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 15-ին։
Հարգելի այջեղջուներ, այդ օրը առավոտյան, որից է բարի լուր, ինչ որ մի լավ բան տեղի կունենա, որը լուսավորություն է ձեզ համար, լուսավոր մի բան է, մի խոսքով։ Ուրախ տրամադրությամբ սեղանի շուրջ կնստեք։ Միգուցե կապված է աշխատանքի հետ, բիզնեսի հետ, ոմանք կարող է աշխատանքի են ընդունվում, դա եք նշում, ոմանք բիզնես են բացում, առաջ է գնում բիզնեսը, ոմանք ինչ-որ մի լավ բան է, որից հետո, որ դուք սեղանի շուրջ եք նստում եւ ուրախ բարձր տրամադրությամբ։ Միայն այստեղ ուշադիր եղեք, որ կարող եք վիճել։ Չգիտեմ ինչի, եթե բարձր է տրամադրությունը, ինչու եք վիճելու, դա չգիտեմ, կամ վիճելուց հետո է տրամադրությունը բարձրանում, ի վերջո ամենին գցում եք իրանց տեղը եւ հետո բարձրանում է։ Նաեւ կսպասեք այդ օրը ոչ է տեղեկատվության, որից է փաստաթղթի, փաթեթի, ինչ որ մի բանի եք սպասում եք մեկից լուր, նամակի։ Այսքանը ձեզ համար։ Դե եթե հարցազրույցի եք ուզում գնաք, ապա գնացեք, այդ օրը լավ օր է ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 15-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը երկար սպասված ֆոյոցեն նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, փաստաթուղթ եւ ինչ որ մի բան այստեղ խանգարում է, ինչ որ խոչընդոտներ կան։ Այդ խոչընդոտները խանգարում են եւ գումար ստանալուն, ծախսելուն եւ որից է լուսավոր մի բան ձեր կյանքում, որ պետքա լինի։ Այդ ամեն ինչին նա խանգարում է այդ օրը։ Պետք է լուծեք շատ արագ, որպեսզի չխանգարի։ Եվ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք աշխատանքի հետ կապված կարող գնալ պետական հիմնարկություն, կարող գործարք եք կնքում, պայմանագիր եք կնքում, ինչ որ նոտարում եւ այլն։ Նաեւ դա կարող է լինել նոր աշխատանք պետական հիմնարկությունում, նոր պատվեր, նոր հիվանդանոցում աշխատանք, դպրոցում աշխատանք եւ այլն։ Եվ ինչ որ մի բան է ուշանում։ Ինչ որ մի բան կուշանա, չգիտեմ 1 ամիս, թե 3 ամիս, երկուսն էլ հնարավոր է։ Կախված է, թե դուք ամեն մարդ գիտի ինչին է սպասում եւ ինչքան կարող է այն տևել, մոտավորապես։ Ամեն դեպս ոմանց մոտ 1 ամիս կարող է լինել, ոմանց մոտ 3։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 15-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել այդպես փուչիկի նման պայթի։ Ինչ-որ մի բան է, որը չգիտեիք, եւ դա կարող է կապված լինել ինչ-որ մի բանը ուշանալու հետ։ Եվ եթե ինչ-որ մի բան ձեզ մոտ ուշանա եւ որոշ մարդիկ ձեզ ասեն, արի ես կանեմ, ավելի շուտ կլինի եւ այլն, այդ խափեություններին այդ օրը մի հավատացեք, որովհետեւ դրանք ամբողջությամբ սուտ են։ Ոչ մի բանի մի հավատացեք։ Եվ իհարկե օրվա ընթացքում կարող է գորգռալ ինչ-որ մարդկանց վրա, ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի համար, դա կարող է լինել երեխաները, որ մարդիկ ջղայնանում են երեխաների վրա եւ այլն։ Եվ այդտեղ տատանվում եք օրվա ընթացքում, կարող է ինչ-որ մի բան ձեզ տանջել, ինչ-որ մի բան ծանրու թեթև անեք եւ հաջողություն ունեք, առաջ ընթաց ունեք, առաջ խաղացում ունեք, թե որ ոլորտում արդեն հստակ ես չեմ կարող ասել, որովհետև օրը այնպիսի մի բան է, ինչ-որ խառն է եւ ինչ-որ հատուկ ոլորտ ցույց չի տալիս, որ ես կարողանամ այդ ոլորտից ասեմ, որ այդ ոլորտում է ինչ-որ մի բան զարգանալու, առաջ գնալու, բայց ինչ-որ մի բան կամ անգամ մտածում եք ուղղակի, թե ինչպես ինչ-որ մի ոլորտ զարգացնեք, առաջ տանեք ի վերջո։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։